Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք տաղավարում հյուրընկալել ենք Professional Arm Fighting Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին, ողջույն պարոն Ղուկասյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Պարոն Ղուկասյան, շարունակելով թեման, դուք առհասարակ ինչպես եք դրան վերաբերվում որպես հայ, որպես մարզիկ եւ որպես մարզիչ, որպես մենեջեր, որպես Arm Fighting Ֆեդերացիայի նախագահ, որը կազմակերպել է, կազմակերպում է եւ կազմակերպելու է վստահաբար խոշորագույն մրցաշարեր, միջոցառումներ խառը որի ժամանակ մեր մարզիկները ծածանել են, ծածանում են Արցախի դրոշը։ Ինչպես եք վերաբերվում այդ հանգամանքին, որ Հայաստանում այսպես գնում է ռուսերեն ասած նանյետ Արցախի սիմվոլիկայի կիրառումը։ Միգուցե ժամանակին Արևմտյան Հայաստանը այսպես մոռացնել տվեցին, բայց իմ սրտում Արցախը կա, քանի որ արմատներով ես Արցախցի եմ եւ Տավուշցի եմ, ես Արցախը չեմ կարող մոռանալ, ինչ չեմ կարող ջնջել, իմ սրտից Արցախը իմ գլխի մեջ, իմ սրտի մեջ է, ես չեմ կարող եւ իմ բոլոր միջոցառումների ժամանակ էլ ես ունեցել եմ մարզիկներ, ովքեր Արցախը ներկայացնում են, փառքով պատվով ես հանդես եմ եկել հենց Արցախի դրոշի ներքոյն եմ միջոցառումներ կազմակերպել, հենց Արցախում պատերազմից ամիսներ առաջ միակ կազմակերպությունը եղել, որ միջազգային մրցաշար է կազմակերպել, այլ երկրներից մարզիկներ է մտցրել Արցախ եւ այսօր ոչ միայն այդ ամենը կարելի է ջնջել մեր միջազգային համաշխարհային միջազգային վարկանիշային կայքում, ես Արցախը դարձրել եմ համաշխարհային վարկանիշային ցուցակում գրված է այնտեղ Արցախ FC, կարող են մտնել եւ տեսնել, դա այն կազմակերպություններն են, որտեղ այսօրվա UFC կազմակերպությունը նույնպես գրանցված է, հայց այդ Շերդոկ պաշտոնական կայքում գրված հենց Արցախ FC երկու մրցաշար մենք անցկացրել ենք այնտեղ եւ Արցախը դարձել ենք վարկանիշային կազմակերպություն։ Ասելով չի, ինչ չեն կարող ջնջել եւ իմ մարզիկներից չեն կարող այդ ամենը անել։ Եթե Արցախցի է, եթե այնտեղ է ապրել, ցանկանում է երկիր իր հողը ներկայացնել, պետք է ներկայացնի։ Ես այդպես եմ մտածում եւ այդպես էլ աշխատելու եմ։ Ինձ ոչ մեկ չի կարող արգելել։ Դա իմ սրտի մեջ եւ իմ գլխի մեջ է։ Մենք միասին երկար ժամանակ է ծանոթ ենք, պարոն Ղուկասյան, եւ լուսաբանելով ձեր միջոցառումները, հիշում եմ, որ նույնիսկ արտերկրում դեպքեր է տեղի ունեցել, վիճաբանություն է տեղի ունեցել Արցախի դրոշի ծածանման համար։ Մի քանի անգամ եղել է դեպքեր, այո, Ուկրաինայում եղավ մեկ անգամ դեպք, բավական մեծ վիճաբանություն եղավ ադրբեջանցիների հետ։ Շատ մեծ վիճաբանություն եղավ, որը հայ համայնքի երիտասարդական թևի շնորհիվ եւ նաեւ մեր հայազգի Ուկրաինայի քաղաքացի ոստիկանապետի շնորհիվ մենք այդ հարցը փորձեցինք շատ հստակ կարճ ժամանակում լուծել եւ ամեն ինչ արեցինք, ամեն ինչ լավ անցավ մի խոսքով։ Իսկ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ։ Մրցաշարի ժամանակ մարզիկը ներկայացրեց Արցախը, Արցախի դրոշը ներկայացրեց, մրցում էր ադրբեջանցի մարզիկի հետ։ Նրանք նախապես արդեն իսկ պատրաստված էին, նրանք էլ իրենց դրոշներն էին ծածանում եւ շատ կարճ ժամանակում հրմշտոց սկսվեց, անհամաձայնության հրմշտոց սկսվեց, որի ընթացքում ադրբեջանցիները շատ արագ իրենց դրոշների վրայից, իրենց փայտերի վրայից դրոշները հանեցին եւ նախապատրաստեցին եւ սկսեցին փայտերով կռիվ անել։ Փայտերով սկսեցին մեծ կռիվ եղավ, այո, վեճ եղավ, այո, եւ սկսում էին փայտերով խփել, դե մեր համար մեր բան չի, այնուհետեւ հետաքրքիր է, չէ, ինչ եղավ։ Այնուհետեւ ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր լավ ընկերների, մեր հայազգի մարդկանց, ովքեր ապրում են Ուկրաինայում, երիտասարդական թևի շնորհիվ հայտնաբերեցինք ցանկացած ադրբեջանցու եւ այդ փայտը իրենց գլխին ջարդեցինք իրենց բնակավայրում։ Այո, եւ մեզ օգնեց, որ մենք չդատվենք, մեզ ամեն հարցով մեզ օգնեց մեր հայազգի ոստիկանապետը, ասեց դուք արեք այն, ինչը որ ճիշտ եք գտնում։ Մենակ մարդ չսպանեք։ Բայց մենք էլ մեր հարցը լուծեցինք եւ դա միակ դեպքը չի եղել։ Եվ նաեւ շատ է եղել, նույնիսկ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում եղել է դեպքեր, երբ Արցախի դրոշը շատ ենք ներկայացրել։ Հայաստան-Ադրբեջան հանդիպման ժամանակ, այո, դատավարություններ դատերի դիմել է Ադրբեջանը, որ չճանաչված պետությունը ինչ եք ներկայացնում։ Ես նրանց մի անգամ հարց տվեցի նրանց ղեկավարին, ասեցի դուք ճանաչում եք այս դրոշը։ Ասեց չէ։ Ասեց ձեր համար սա ի՞նչ է։ Ասեց մեզ համար ինչ որ գույնավոր դրոշ։ Ասեցի շատ լավ։
մենք էլ ներկայացնում ենք այդ գույնավոր դրոշը։ Եթե դուք չեք ճանաչում, ինչի եք վիճաբանում։ Նրանց հոգու սրտում այդ պայքարը կար, հիմա մեր հոգու սրտում այդ պայքարը կա, ու մինչև պայքարը վերջ գնալու է։ Պայքարը վերջ գնալու է, մենք ներկայացնելու ենք, մինչև վերջը պայքարելու ենք, պատրաստվելու ենք, Արցախն էլ հետ ենք բերելու, այդպես։ Դա ինն է։ Դե արդեն կառավարությունը ինչ կուզի կանի, ոնց կուզի կանի, թե չի անի, դա իր խնդիրն է։ Բայց ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրում եմ Միացյալ Նահանգներում, բայց ես հետ եմ գնալու, չեմ մնալու այստեղ։ Այդ դեպքում մենք ունենք այդ վերջնական նպատակը Արցախը հետ բերել եւ այլն, բայց պետական մակարդակով դրա մասին խոսելը դրա մասին ընկալվում է որպես ոչ այնքան լավ քայլ եւ ամեն կերպով փորձ է կատարվում Ես ուզում եմ ճիշտն ասել, ես հասկանում եմ հարցի իմաստը, ես ուզում եմ ճիշտ արտահայտվել, միգուցե ժամանակը չի այս պայծության, որտեղ մենք պատրաստ չենք։ Իրականում պատրաստ չենք, եթե պատրաստ լինենք, ես Հայաստանում կլինեի։ Մենք պատրաստ չենք, բայց ժամանակ ունենք պատրաստվելու, մենք կպատրաստվենք եւ ամեն ինչ հետ կգա։ Ժամանակ, դա ինձանով չի, մեր մարզիչներով չի, սպորտով չի։ Դա մեծ աշխարհակաղակական մեծ հարցեր են, որը պետք է քարտեզը ձևավորվի, նոր ձևավորվի, նոր բանով։ Չեմ կարծում, որ ադրբեջանցիները վայելելու են Արցախը։ Շատ լավ պատրաստում են, դա պատրաստում են գիտենք ում համար արդեն, այնպես որ հետ է գալու ամեն ինչ։ Ժամանակա պետք, համբերություն է պետք։ Մենք էլի Շուշում մեր պարը ապարելու ենք, էլի մեր Արցախում էլի մեր հանգիստն անցկացնելու ենք, մեր երկիրն էլ պինդ ենք պայելու։ Դա ի վերուստ տրված է մեզ։ Քաղաքական հարցերն ամեն ինչ կլուծվի։ Դա երկրի ղեկավարության կողմից չի, որ դա այդպես է պետք տվյալ պարագայում, այդպես է պետք որ այսպես լինի, այդպես ես իրանց էլ եմ հասկանում։ Եվ ես գիտեք ինչ, ես անընդհատ միշտ ինձ հարց եմ տալի։ Միթե ասենք մեր երկրի ղեկավարությունը այդպես կարճ ժամանակում մոռացավ Արցախը։ Ես մտածում եմ, որ չէ։ Նրանք երևի ինձ լսում են, երևի կասում են հոգու սրտում, երևի դա էլ կա, որ համբերեք ամեն ինչ լավ է լինելու։ Այսպես է պետք։ Այսպիսի դիվանագիտություն է պետք։ Իսկ մարզիկների տեսանկյունից, պարոն Ղուկասյան, այսինքն պատկերացրեք, մարզիկը պատրաստվում է դուրս գալ, ռինգ է պատրաստվում դուրս գալ, օկտագոն է պատրաստվում դուրս գալ, եւ նրան ասում են, որ Արցախի սիմվոլիկա չպետք է կիրառել, դրոշով դուրս գալ կամ Արցախի Արա Գևորգյանի Արցախի ստեղծագործության տակ դուրս գալ։ Այդ տեսանկյունից դուք պատրաստել եք արդեն 20 տարի է մարզիկների եք պատրաստում։ Բնականաբար դուք իրենց պես գիտեք ինչ է նշանակում ռինգ դուրս գալ ադրբեջանցի կամ թուրք մարզիկի դեմ։ Ես էլ իրենց հետ եմ դուրս գալիս։ Ամեն անգամ։ Եվ հիմա պետական մակարդակով ասում են, չէ, դա չկա, Արցախ չկա, այսինքն համալիրու միջոցառումն ամենասիրուն Արցախը։ Շատ լավ, ես ձեզ հասկացա։ Հարցը անդրադառնանք հետեւյալը։ Ես ուզում եմ ավելի ճիշտ արտահայտվել։ Եթե պետական մակարդակով ինձ արգելում են, պետական մակարդակով ինձ պետքա ֆինանսավորեն, որ արգելեն։ Եթե 20 տարիների ընթացքում մեկ լումա չեն ֆինանսավորել, իրավունք չունեն ինձ արգելելու։ Ես ինչ կուզեմ, նա էլ կանեմ։ Ես իմ մարզիկին կրթում եմ, ֆինանսավորում եմ։ Սկսած համազգեստից ամեն ինչը ես ինքս համալրում եմ, գնում եմ, մի խոսքով բոլոր ծառայությունները ես ինքս եմ մատուցում, ես էլ որոշում եմ ու ինձ դրսում արգելող չկա։ Եղել է դեպքեր, որ դրսում էլ են արգելել, բայց ասել եմ անելու եմ։ Ու արել եմ։ Անցել է։ Եթե UFC-ում է լինի Արցախի դրոշը ցույց տալ, ես ցույց կտամ։ Այնպես չի, որ ինձ արգելելու են UFC-ում կամ sense տենես։ Չէ, ես դա անելու եմ։ Իմ համար ոչ մի նշանակություն չունի։ Արցախը իմ սրտում եւ իմ գլխում է, վերջ։ Ինչ չեն կարա ջնջեն կամ ասենք ենթադրենք ասում են Հայաստանը գնում է թուրքացման։ Ինչքան ուզում է թուրքացման գնա, ես հո թուրքերեն չեմ խոսալու։ Ես հայերեն եմ խոսալու, իմ լեզուն հայերենն է եւ իմ ընտանիքի անդամները բոլորը խոսելու են հայերեն եւ ես ինչքան կարողանամ իմ հայացիացությունս պահպանելու եմ։ Դա իմ համար ոչ մի նշանակություն չունի։ Ամերիկայում եմ հայերեն խոսում, Թուրքիայում գնամ հայերեն եմ խոսալու, Հայաստանում եմ հայերեն խոսում։ Վերջ, իմ համար ոչ մի նշանակություն չունի։ Պարոն Ղուկասյան, առաջիկայում մրցաշարեր լինելու են, որոնք որ դուք կազմակերպել եք, բայց խոսենք նախորդ մրցաշարից, որը դուք հասցրեցիք իրականացնել, այստեղ Միացյալ Նահանգներում կարողացաք դա անել, որքանով էր հեշտ արտերկրում
կազմակերպել նման կարգի մրցաշար, որովհետև դուք միշտ էլ բարձր կարգի մրցաշարեր եք իրականացրել, միջազգային մրցաշարեր եք իրականացրել, որքանով է հեշտ այդ ամենը անել Միացյալ Նահանգներում եւ ինչ նպատակներ կան առաջիկայում։ Հարցս հետաքրքիր հարց, շատ հետաքրքիր հարց է եւ ասեմ, մի հատ խորշուշ քաշելով ասեմ, Ռոբերտ ջան, Միացյալ Նահանգներում երբեք ոչինչ բան հեշտ չի լինում, շատ դժվար է լինում։ Դա Հայաստանում է հեշտ, որ այնտեղ ապրում ես, բոլորին ճանաչում ես, բոլորի հետ ընկերանում ես, տարածք ես ուզում վերցնես, տարածք ես վերցնես։ Այստեղ ամեն ինչ գումար արժե։ Բավականին շատ մեծ գումարներ են, Հայաստանի նման չեն, շատ մեծ գումարներ են։ Եթե կարող ես մի հատ փոքրիկ դահլիճ Հայաստանում ընդամենը $1000 վերցնել, այստեղ $100,000 են։ Այդ գումարը պետքա դու կարողանաս ունենաս քո ձեռքում։ Եվ իմ փորձը գնալով էլ ավելի մեծանում, որովհետև 20 տարին քիչ չէ, 20 տարի։ Ես ափսոսում եմ, որ չեմ ասում իմ, այլ մեր նման կադրներին, մեր երկիրը թողնում է, մենք գալիս ենք այսօր Միացյալ Նահանգներում պետությունը վերցրել է եւ ասում է դու պետք է աշխատես իմ համար։ Ուզում ես քաղաքացի դառնաս, ուզում ես քեզ օգնեմ, ուզում ես քո համար լավ լինի։ Ուրեմն դու պետք է անես իմ երկրի համար։ Կտամ քաղաքացիություն, ամեն ինչ կտամ, ինչա պետք ապրել, գումար, ամեն ինչ կտամ, մենակ դու արա։ Ու մարդը հնարավորություն է, պետությունը հնարավորություն է տալի։ Եվ ես ափսոսում եմ, որ մեր նման կադրները թողում են, գալիս ենք ուրիշ երկիր ենք ուզում հզորացնենք։ Չնայած Հայաստանի Հանրապետությունում այն ամեն ինչը ինչ որ արել ենք, դա կա, պահպանվում է այսօր 36 մարզական ակումբը կա, մարզիչները մարզվում են, մարզիկները աշխատում են, պարապում են եւ այս ժամանակահատվածում էլ պլանավորել ենք արդեն իսկ մարտի 28-ին, նախապես ստացվող մարտի 28-ին Հիլտոն հյուրանոցում կազմակերպող աշխարհի առաջնություն ենք արդեն անցկացնելու։ Մեր Հայաստանի թիմը գալու է այստեղ 7 հոգուց բաղկացած մարզչական թիմն է, մեր լավագույն մարզիկ աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ գալիս են այստեղ մրցելու են Ամերիկայի լավագույն ուժեղագույն մարզիկների հետ։ Ես այսպես ասեմ, ավելի ժողովրդական ձևով ասեմ, սրանք դեռ չգիտեն մեր հայի կոպիտ ուժը։ Երբ որ կգան մերոնք, մի լավ ջարդ կտան, մի լավ ելույթ դուրս կգան, ելույթ հանդես կգան, այն ժամանակ էլ կզգան, թե ովքեր են հայերը։ Ես այստեղ ներկայացնում եմ ոչ թե ակումբ, այլ այստեղ կոնֆեդերացիան, ես այստեղ ներկայացնում եմ Հայաստանը։ Բոլոր զարմանում ասում են դուք հայ եք, այո, ես հայ եմ, մաքուր զտարյուն հայ եմ եւ կազմակերպում եմ շատ բարձր մակարդակի մրցաշար, ընդ որում 200-ից ավելի պետություններում ուղիղ եթերներ արդեն։ Հնարավորությունները մեծ են։ Միայն պետք է կազմակերպել, ստեղծել ճիշտ ամեն ինչ, բայց հոգու սրտում Հայաստանն է, հետ եմ գնալու Ռոբերտ ջան, չգիտեմ երբ, երևի այս տարվա ավարտին հետ կգնամ եւ կսկսեմ այնտեղ էլ մեծ նպատակներ ունեմ ու ես վստահ եմ, որ ես դա կարող եմ անել։ Ես ամեն օր այդ հարցին տալիս եմ, այո, ես կարող եմ Հայաստանը դարձնել համաշխարհային կազմակերպություն։ Ամբողջ աշխարհով մեկ, որ ինչպես ճանաչում են UFC կազմակերպություն, այդպես էլ ճանաչեն հայկական RMPC կազմակերպություն։ Ես պատրաստ եմ եւ ես կարող եմ, եթե մի փոքրիկ, շատ բան չեմ ասում, ուշադրություն եւ աջակցություն լինի Հայաստանի կառավարության կողմից։ Մեզ ձեռքի հետ դեն չնետեն, ասեն եկեք մենակ լսեն մեզ։ Մենք կարող ենք, մենք ունենք լայն հնարավորություններ։ Պատն էլ կծակենք, ճեղքելով կանցնենք, մեր նպատակները կիրականացնենք մեր երկրի դրոշը բարձր պահելու համար։ Եվ այդ լավատեսական ֆոնին մի փոքր այսպես մշուշ տարածեմ այն տեսանկյունից, որ մեր լավ գործընկեր, մեր լավ ընկեր Գագիկ Սարգսյանն էլ էր ուզում աջակցություն պետության կողմից, եւ Գագիկ Սարգսյանը հարգելի հեռուստադիտողներ բառացիորեն մի քանի ժամ առաջ տարածվեց տեղեկատվություն, որ Գագիկ Սարգսյանը, որը մի քանի օր առաջ մեր տաղավարում հյուր էր, Հայաստանի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ, վայր է դրել իր պաշտոնը, մենք անպայման կզրուցենք Գագիկ Սարգսյանի հետ եւ Սա որպես այսպես Ռոբերտ ջան, ես վայր դնելու ոչինչ չունեմ, ես ֆեդերացիան 20 տարի առաջ ես ինքս որպես հիմնադիր նախագահ, ընդհանուր մենամարտի հիմնադիր նախագահ, ես ինքս եմ վերածնունդ ապրեցրել, ստեղծել, կազմակերպել, համալրել, մարզական գույքով ապահովել բոլոր մարզական ակումբները 3500-ից ավելի մարզիկներ, բավականին մեծ ուժ ունեմ, ես ինքս ոչ մի բան վայր չեմ դնում, նույնիսկ ձեռքս չեմ բայր դնում սեղանի։ Ես գնում եմ առաջ ու գնալու եմ առաջ եւ այսօր շատ բանով համացանցով տեսնում եմ
դահլիճներում երեխաները վազում են, պարապմունք են անում։ Ու նայում եմ ասում եմ, արդյոք եթե չխառնվեն, ոչինչ չանեմ, նրանք ապագա կունենան թե ոչ։ Մտածում եմ, որ ոչ մի բան չեն ունենա։ Ժամանակ հետո թողնելու են, զբաղվում են մեկ ուրիշ մասնագիտությամբ, ոչ, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի նրանք ունենան իրենց ապագան սպորտում։ Մեծ ապագան ունենան եւ այդ առիթով էլ այստեղ, քանի որ մի քիչ ժամանակս այդքան էլ զբաղված չեմ լինում, ընդհանուր մենամարտերի հետ կապված գրում եմ կանոնակարգ, կանոնադրություն, ինչ է կոչվում կանոնադրություն, ակնկալելով եւ անդրադառնալով բոլոր մարզական ակումբներին ստեղծմանը, ինչպես է ստեղծվել Arm Fighting Federation իր դրույթները եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել իսրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել հաղորդման եթերում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին, որովհետև նրանք տվեցին իմ նման կադր։ Ես սովորեցի եւ շնորհակալ եմ իմ դասախոսական կազմին։ Սովորելը լավ բան է։ Ես գիտությունը վերցել եմ։ Եվ վերջին հարցը, պարոն Ղուկասյան, մեր եթերաժամանակը սպառվում է, դուք ասում եք, որ գնալու եք, անելու եք, այստեղ եք մրցաշարեք իրականացնելու։ Մեր թեմայով Արցախի դրոշ ծածանելու եք։ Հայաստանից եկած մարզիկներին, որոնք որ մեր երկրում, Հայաստանում ասում են նինի չի կարելի։ Մեզ մոտ այստեղ Միացյալ Նահանգներում։ Ես Միացյալ Նահանգներում եմ Արցախի դրոշ ներկայացնելու, Աֆրիկայում էլ, Մոզամբիկում էլ, ամենտեղ որտեղ սիրտս ուզի։ Այնպես որ ես խնդիր չունեմ։ Ոչ իմ Հայաստանի կառավարության հետ կապված, ոչ իմ երկրի քաղաքացիների, ոչ էլ արցախցիների հետ։ Ես Արցախում ունեցել եմ 3 մարզական ակումբներ։ Ցավը ես պատերազմի մասնակից եմ, ոնց կարող է թողեմ ես նման բան։ Բանակի հայոց բանակի փոխգնդապետ եմ ես։ Քիչ էր մնում մի պահ այսպեսի մի բան կար, երբ զգացի որ մի քիչ այն չի, ես իմ կամքով եմ գնաց, ինձ չեն կանչել։ Ես իմ կամքով հենց առաջ օրվանից գնաց եմ մասնակցել եմ։ Եվ գտնում եմ որ ամեն ինչ լավ է լինելու։ Հետա գալու, ամեն ինչ մեզ մենակ համբերությունա պետք։ Երբ տվյալ պարագայում աշխարհակաղակական իրավիճակին պետքա ցույց տալ, որ մենք մոռացել ենք, պետք է հասկանանք, որ մեր հոգու սրտում դա միշտ էլ կա, նույնիսկ Արևմտյան Հայաստանն էլ կա, Մասի Սարն էլ հետը։ Մենք երբեք ոչ մի բան չենք մոռանում։ Ոնց կարանք մոռանանք։ Ռոբոտ չենք մոռանանք։ Եկեղեցին էլ ենք սիրում, եկեղեցին էլ ենք պահում, մենք քրիստոնյան ենք, աշխարհի ամենաառաջի ազգ ենք, որով հպարտանում եմ ես ամենտեղ, շատ ազգերի հետ եմ ես շփվում, ասում եմ դու գիտեք, որ աշխարհի ամենաառաջի քրիստոնյան մենք ենք, ասում եմ really, ասում եմ այո, մենք ենք։ Նայեք պատմությունը 301 թվական։ Մենակ թե այսօր մի միացրեք Երևանը եւ մի նայեք, տեսեք ինչ է կատարում Երևան։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն Ղուկասյան, մեր տաղավար գալու համար եւ կիսում եմ ձեր լավատեսությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, Arm Fighting Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն էր մեզ մոտ, մենք խոսում ենք Արցախից, Արցախի դրոշից, սիմվոլիկայից, Արցախը կա, եղել է եւ լինելու է հայկական։